Այսօր շրջանավարտների վերջին զանգն է հնչում, հուզմունք, ուրախություն, երգ ու պար։ Այս էմոցիոնալ խառնաշփոթը հասկանալու համար եկեք մոտենանք աշակերտներին։ Բարև ձեզ, ուզում եք ավարտել։ Չէ, չեմ ուզում։ Այս դպրոցը երկրորդ տունն է դառել իմ համար արդեն։ Ընկեր Պողոսյանն է, մեր երկրորդ մայրը, նաև ընկեր Սիմոնյանը։ Մենք շատ ենք սիրում մեր դասատուներին։ Ինչ հետաքրքիր պատմություններ կպատմեք ձեր աշակերտական կյանքից։ Հումորային ինչ-որ մի բան։ Օրինակ, ամենածիծաղալու պատմությունը։ Բոլորն էլ ծիծաղելի են։ Այդքանը Շատ ուրախ ենք անցկացրել 9 տարիները դպրոցում։ օրինակ մեր մխիթարի ծնունդը դա վերջի զանգին է պատմեցինք։ Ուզեցինք տորթով մտնենք դպրոց շնորհավորենք, չթողեցին, գնացինք մխիթարից Հայաթի բիսեդկում արեցինք տաղավարում։ Այո, եւ դուրսը 30 հոգով մի հատ այս տորթ ենք ուտում, փուճուր, այս չափի։ Շատ հետաքրքիր։ Մխիթարի ծննդյան օրը։ Մխիթարը դուք եք։ Այո։ Դուք նաև աշակերտական խորհրդի նախագահն եք։ Այո։ Աշակերտական խորհրդից ինչ կպատմեք, ակտիվ էին երեխաները այս ընթացքում։ Լիքը ակտիվություն ա եղել, լիքը ոնց ասած առաջարկներ են եղել, որոնք կատարվել են դպրոցում։ Ինքը քարտուղար։ Դուք քարտուղար։ Այո։ Անփոխարինելի մարդ է։ Ինքներն են ընտրելու իրենց արդեն նախագահին։ Որոնք այսն ավարտեցին։ Ինչ պատմություն կպատմեք ձեր շրջանավարտներից։ Ինչ պատմություն ա եղել, որ ձեզ շատ ջղայնացրել է, օրինակ։ Այսօր արդեն չարաճճությունները նրանց մանկական, ոչ դիտավորյալ, հավատացեք չեմ հիշում, որովհետև այսօր այս գեղեցիկ ակնթարթները տեսնելուց հետո դժվար թե որևիցե մի տնօրեն կարողանար հիշել նրանց չարաճճությունները։ Ես միայն ասում եմ այսօր, որ բոլորից շատ սիրում եմ իմ սիրելի սաներ։ Շատ լավ օրեր ենք անցկացրել միասին, շատ լավ միջոցառումներ ենք կազմակերպել, գոհ, շնորհակալ ամեն ինչից։ Որ ուսուցչին ամենաշատը կկարոտեք։ Որ ուսուցչին, այտենց հենց նախընտրած ուսուցչուի չկա, բայց երևի ամբողջին բոլորին էլ ամբողջ այդ իրանց անձնակազմին հայո։ Ինչ կհիշեք, ինչ պատմություն կհիշեք, որ ավարտում եք հիմա դպրոցը, որ ասեն ինչ-որ մի բան պատմիր, ինչ կպատմես։ Դե կպատմեմ հիմնականում հենց այդ վառ հուշերը, որոնք մնացել են արդեն, բերդ պարելու ժամանակ շատ են եղել այդ ընկներները և շատ ծիծաղելու էր լինում և հիմնականում դրանցից ենք մենք ուրախանում։ Հուզված եք։ Շատ, ես այդքան չեմ։ Ինչ հետաքրքիր պատմություն կպատմեք դպրոցից։ Մանդեպքը շատ եղել։ Օրինակ Ալեքսի հայացքը։ Չարաճճությունները, այդ գժվությունները, դրանք էլի քիշեմ ես։ Ինչ օրինակ։ Օրինակ դա որ իրար կռվի են անում, իրար ծեծում էին։ Դրանք հիշելու եք։ Հա։ Դուք։ Ես Ինյայի են տղային, որ ընդհատ ինձ վախացնում էր։ հա Անունը չասեմ։ Որոշել եք արդեն ինչ մասնագիտություն եք ընտրելու։ Չէ, ես գնալու եմ ավագ դպրոց։ Դուք։ Երևի ես եք։ Մասնագիտության առումով, այսինքն դեռ չեք կողմնորոշվել, ինչ եք դառնալու։ Չէ, ես ուզում էի դիմահարտել, բայց հիմա չգիտեմ, վստահ չեմ։ Խոհարար։ Դուք։ Նախարարությունում աշխատես։ Դուք։ Ես դեռ չեմ որոշեմ։ Որոշել եք։ Խոհարար եմ ուզում դառնալ։ Դուք։ Ես բանկի տեր։ Միլիոնատեր։ Դասխեկն եք, հա, այս դասարանի։ Ինչ 9-րդ տարին է արդեն։ Ինչ կպատմեք այս 9 տարիների մեջ ինչ է եղել, որ դուք մինչև հիմա հիշում եք։ Ու շատ բաներ են եղել, բայց միայն դրականը ես հաստատ կհիշեմ ու միշտ կվերապատմեմ։ Օրինակ ինչ պատմություններ են եղել, որ շատ ծիծաղացել եք, ջղայնացել եք ձեր դասարանի վրա։ Շատ ջղայնացել եմ մի օր, երբ ես տանն էի, վատառող չէի ու իրենք դասից փախել էին։ Ու ինձ զանգահարում են դպրոցից, դասարանը չկա։ Ու հաջորդ օրը իրենք մեղքերի քավության արարողություն էին կազմակերպել։ Ինչպես էին կազմակերպել։ Ես դասի էի այլ դասարանում, իրենք պատահական դուռը բացեցին, մի մեծ ծաղկեփնջով փորձեցին մեղքերը քավել։ Եվ ես պահին ամենաուրախ հիշողությունը դա է։ Ուրախ եք, որ ավարտում եք։ Չէ։ Չէ։ Ինչու։ Դե կարոտել եմ դպրոցը դասատուներին, ստեղ ընկերալցել ենք,
Բոլորին կարոտելու եմ դրա համար։ Ստեղ լիքը հիշողություն կա ու պատմություններ։ Ինչ մասնագիտությամբ եք շարունակելու արդեն որոշել եք։ Տուրիզմ։ Ծրագրավորող եմ դառնալու։ Այո։ Ինչպես գիտենք, ԿԳՄՍ նախարարությունն այս տարի հայտարարել է մշակութային կրթության տարի։ Այսօր Երևանի համար 144 հիմնական դպրոցում տեղի ունեցավ վերջին զանգ դպրոցական միջոցառումը, որը կրում էր ազգային տարրեր, ազգային մշակույթի տարրեր։ Մեր դպրոցի սաներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում թե դպրոցական, թե արտադպրոցական, թե համայնքային տարբեր միջոցառումների, շփվող են, ընկերասեր։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։